Այն լիդերները, ովքեր որ կրկնեմ, միշտ եղել են պատրաստ պատերազմի ու դրա իսկ պատճառով մեր մոտ խաղաղություն է եղել։ Մարդիկ դա մոռանում են, վերջերս մեկը ասեց Քոչարյանը կգա պատերազմ լինելու, ինչպես Նիկոլն է դա ասում։ Ես այն ֆրացիա ասի ինձ մի հատ պատերազմական դեպք ասա Քոչարյանի ժամանակ էլի իշխանության ժամանակ կարաս բան անես հայսա ամիջը պատասխանում մանագալի պետք է շատ երկար ման գա որ գտնի այստեղ էլի այդ հարցն է վերաբերում որ էլի քեզ տվեցի կարող է էլի Նիդարաբադում ես մի հատ բաններ մի հատ խոսակցություն էի ունեցել Կարին Տոնոյանի հետ ու խոսալու ընթացքում ես միասին ինչ-որ մի հատ այն ժամանակ գաղափարից խոսացինք որ ասեց հայ մոտ նույն վիճակն է ես կարծում եմ որ հաղթանակից հետո այդ հաղթանակի ուղղությամբ պետք է աշխատանք տարվեր այնպիսի աշխատանք ինչ որ տարան նրանք Ալիևին, չգիտեմ ինչ-որ կինոներ շատ նկարվել կինոներ պրակտիկի գոյություն չեն ունեցել կամ եթե եղել են ուղղակի ավելի լավ չնկարեն ոչ ֆիլմերը անը չեմ հիշում արդեն բայց ավար զայրացած է որ փաստացի Արցախի հերոսը ինչ որ Գալովնիկ դեմք է էլի բայց եթե Ղարաբաղ մենակ Գալովնիկ գումարը պետք է ընդունելի է որ այդ գումարները չկան եկեք չնկարենք թեև միշտ եղել է ինչ որ գումար որ կարելի է իսկապես չլցնել գրպաները այլ պատկասներ ինչ որ բաների բայց այն ժամանակ մեր ասած միտք է կարելի մենք ծանոթ չենք մեր երկրին մեր երեխաներ ովքեր որ այդ բան անկախության սերունդը մենք դպրոցները պետքա Սյունիքի երեխեքին մանտային Հայաստանով մեկ տանեին Լորվա մարզ Լորվա երեխեքին բերեին Սյունիք այս սրանց ընդեղ բոլորիս այդ անընդհատ որ իրանք երեխաներին դպրոցներով ավտոբուսներով պետք է տանել Արցախ